Բարև ձեզ սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք, որ կրկին մեզ հետ եք։ Նախքան այսօրվա շատ ազդեցիկ ու իրական կյանքից վերցված պատմությանն անցնելը, կխնդրեի ձեզ մեկնաբանություններում գրել, թե աշխարհի որ երկրից կամ քաղաքից եք մեզ դիտում։ Մեզ համար շատ հետաքրքիր է տեսնել մեր մեծ ընտանիքի աշխարհագրությունը։ Եվ եթե դեռ չեք հասցրել, ապա բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակի նշանը, որպեսզի միշտ առաջինը տեղեկացված լինեք մեր նոր ու հետաքրքիր թողարկումների մասին։ Այնտեղ, որտեղ սարերը երկնքի հետ հավերժական զրույցի մեջ են, իսկ քամիները պատմում են դարերի հնություն ունեցող առասպելներ, գտնվում էր մի գյուղ։ Այդ գյուղում ժամանակը կարծես կանգ էր առել։ Մարդիկ այստեղ ապրում էին ոչ թե ժամացույցի սլաքներով, այլ արևի ծագումով ու մայրամուտով, եւ ամենակարևորը նախնիների թողած անգիր օրենքներով։ Բարսեղը այդ օրենքների ամենահավատարիմ պահապանն էր։ Նրա տունը կառուցված էր հաստատուն քարերից, որոնք դեռ իր պապն էր դրել մեկը մյուսի վրա։ Եվ Բարսեղի համար այդ տունը պարզապես կացարան չէր, դա մի ամրոց էր, որտեղ բնակվում էր նրա տոհմի պատիվը։ Բարսեղի որդին, Արամը, այդ տան վերջին շարավիղն էր։ Նա մեծացել էր այդ սարերի լռության մեջ, սովորել էր հորից, թե ինչպես պետք է հարգել հողը եւ ինչպես պետք է պահել տված խոսքը։ Բայց քաղաքը, որտեղ նա գնացել էր ուսանելու, նրա մեջ սերմանել էր մի նոր աշխարհընկալում։ Երբ Արամը վերադարձավ գյուղ, նրա հայացքում այլևս չկար այն հլու հնազանդությունը, որը Բարսեղը համարում էր տղամարդու առաջին առաքինությունը։ Հայրը զգում էր այդ փոփոխությունը, բայց լռում էր, հուսալով, որ հայրենի օջախի ծուխը կմաքրի որդու մտքերը քաղաքային մոլորություններից։ Ամեն ինչ սկսվեց մի աշնանային երեկո, երբ սարերից իջնող մառախուղը ծածկել էր գյուղի նեղ փողոցները։ Տանը տիրում էր կիսամթություն։ Միայն հին լամպի թույլ լույսն էր լուսավորում սեղանը, որի շուրջ նստած էին հայր ու որդի։ Բարսեղը դանդաղ կտրում էր հացը, այնպես ինչպես սուրբ մասունք, իսկ Արանը հազիվ էր դիպչում ուտելիքին։ Նրա սիրտը բաբախում էր այնպես, կարծես ուզում էր դուրս թռչել կրծքից։ Նա գիտեր, որ այն ինչ պիտի ասի, հարվածելու է հոր հոգու ամենացավոտ տեղին։ Հայրապետ, սկսեց Արամը, օգտագործելով հոր հանդեպ հարգալից դիմելաձևը, թեև նրա ձայնը դողում էր։ Ես պետք է քեզ հետ խոսեմ իմ ապագայի մասին։ Ես չեմ կարող մնալ այստեղ ու ապրել այնպես, ինչպես ապրել են մեր պապերը։ Ես սիրում եմ մի աղջկա, եւ այդ աղջիկը Անահիտն է, Սահակի դուստրը։ Բարսեղի ձեռքի դանակը կանգ առավ օդում։ Լռությունը դարձավ այնքան ծանր, որ թվում էր պատերը կարող են փլվել այդ ճնշման տակ։ Սահակը։ Բարսեղի համար այդ անունը նշանակում էր դավաճանություն եւ ամոթ։ Տասնամյակներ առաջ Սահակի հայրը մի վեճի ժամանակ անարգել էր Բարսեղի հորը ողջ գյուղի առաջ, եւ այդ օրվանից այդ երկու ընտանիքների միջև անդունդ էր գոյացել։ Դա պարզապես վեճ չէր, դա արյան ու պատվի հարց էր, որը փոխանցվել էր սերունդ դե սերունդ։ Բարսեղը դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերը, որոնք միշտ խիստ էին, հիմա լցվել էին մի տեսակ սարսափելի սառնությամբ։ Դու գիտես, թե ինչ ես ասում, տղա, հարցրեց նա ցածր, բայց սպառնալից ձայնով։ Դու ուզում ես մեր տուն բերել այն մարդկանց արյունը, որքեր մեր ընտանիքի վրա ցեխ են նետել։ Դու ուզում ես, որ ես փողոց դուրս գամ ու գլուխս կախեմ հարևանների առաջ։ Դու իմ պատիվը գետնով տվեցիր հենց այն վայրկյանին, երբ քո մտքում նույնիսկ թույլ տվեցիր այդպիսի սիրո գոյությունը։ Արամը վեր թռավ տեղից։ Բայց հայր, դա հին պատմություն է։ Անահիտը մեղավոր չէ իր պապի արածների համար։ Մենք սիրում ենք իրար, եւ ես չեմ պատրաստվում ապրել քո ու Սահակի թշնամանքի ստվերում։ Մենք երիտասարդ ենք, մենք ուզում ենք ապրել քաղաքում, ստեղծել մեր կյանքը, առանց այս քարացած կանոնների։ Այս խոսքերը վերջին կաթիլն էին Բարսեղի համբերության բաժակում։ Նա վեր կացավ, հարվածելով սեղանին այնպիսի ուժով, որ հացը ընկավ հատակին։ Քարացած կանոններ, մռնչաց նա։ Այդ կանոններն են մեզ մարդ պահել սարերի մեջ։ Այդ կանոններն են, որ թույլ չեն տվել, որ մենք լուծվենք ու կորչենք։ Եթե դու գնաս այդ աղջիկա հետևից, դու այլևս որդի չունես այս տանը։ Ես քեզ համար կմեռնեմ, իսկ դու ինձ համար կդառնաս մի անցորդ, ում անունը նույնիսկ չեմ հիշի։ Ընտրիր, կամ քո այդ սերը, եւ քո հոր օրհնությունը, եւ քո տողմի պատիվը։ Արամի աչքերը լցվեցին արցունքներով։
բայց դրանք թուլության արդյունքներ չէին։ Դա այն ցավն էր, որն առաջանում է, երբ հասկանում ես, որ քո ամենահարազատ մարդը քեզ չի տեսնում որպես անհատի, այլ տեսնում է որպես իր սկզբունքների շարունակություն։ Ես արդեն ընտրել եմ հայր, ասաց նա հաստատակամ։ Ես ընտրել եմ կյանքը, ոչ թե մեռած ավանդույթները։ Ես գնում եմ, բայց իմացիր, ես քո պատիվը չեմ կոտրել։ Դու ինքդ ես այն կոտրում քո չարությամբ։ Արամը շրջվեց և առանց հետ նայելու դուրս եկավ։ Դուռը բաց մնաց և Սարը քամին ներխուժեց սենյակ, հանգցնելով լամպի թույլ կրակը։ Բարսեղը մնաց կանգնած մթության մեջ։ Նրա սիրտը սեղմվում էր, բայց նա թույլ չտվեց իրեն նույնիսկ մի քայլ անել դեպի դուռը։ Նա հավատում էր, որ ճիշտ է, նա հավատում էր, որ առանց պատվի մարդը ոչինչ է, նույնիսկ եթե այդ պատիվը պահելու համար պետք է զոհաբերել սեթական զավակին։ Անցան օրեր, հետո ամիսներ։ Բարսեղի տունը դարձավ լռության գերեզման։ Յուղում մարդիկ խոսում էին, շշնջում, բայց Բարսեղի ներկայությամբ բոլորը լռում էին։ Նրա դեմքը դարձել էր քարե դիմակ։ Նա շարունակում էր աշխատել իր այգում, փորել հողը, ջրել ծառերը, բայց նրա շարժումների մեջ այլևս կյանք չկար։ Նա կատարում էր իր պարտականությունները որպես մեխանիզմ։ Ամեն երեկո նա նստում էր նույն թախտին ու նայում Արամի դատարկ տեղին։ Նա սպասում էր, որ որդին կվերադառնա, ծնկի կգա ու ներողություն կխնդրի իր պատիվը գետնով տալու համար։ Բայց Արամը չկար։ Լուրեր էին հասնում, որ Արամն ու Անահիտը ամուսնացել են քաղաքում, որ նրանք երջանիկ են, որ Արամը լավ աշխատանք ունի։ Յուրաքանչյուր նման լուր Բարսեղի սրտում նոր վերք էր բացում։ Նա զգում էր, որ իր աշխարհը փլվում է։ Նրա պահած պատիվը նրան ոչ մի երջանկություն չէր բերում, միայն դառնություն ու մենություն։ Նա հասկացավ, որ ինքը մնացել է մի անցյալում, որն այլևս ոչ մեկին պետք չէր բացի իրենից։ Մի ձմեռային ցուրտ առավոտ, երբ ձյունը ծածկել էր ամբողջ գյուղը, Բարսեղը չկարողացավ վեր կենալ անկողնուց։ Նրա մարմինը հանձնվել էր։ Նա պառկած էր ու նայում էր առաստաղին, լսելով սեփական շնչառության ձայնը։ Հանկարծ դուռը բացվեց։ Նա կարծեց քամին է, բայց լսեց ծանոթ քայլերի ձայն։ Դա Արամն էր։ Նա եկել էր իմանալով հոր վիճակի մասին։ Արամը մոտեցավ հորը, բռնեց նրա կոշտացած ձեռքը ու ոչինչ չասաց։ Բարսեղը նայեց որդուն։ Նա ուզում էր ասել «հեռացիր», ուզում էր ասել «դու իմ պատիվը գետնով տվեցիր», բայց խոսքերը կորան նրա կոկորդում։ Նա տեսավ որդու աչքերում այն նույն սերը, որը կար տարիներ առաջ։ Նա հասկացավ, որ պատիվը ոչ թե հին թշնամանքը պահելն է, այլ սեփական արյունը չուրանալը։ Բայց արդեն ուշ էր։ Բարսեղը միայն թույլ սեղմեց որդու ձեռքը, մի արցունք գլորվեց նրա կնճռոտ այտով և նա փակեց աչքերը հավերժ։ Նա գնաց իր հետ տանելով մի դարաշրջանի ավարտ, թողնելով Արամին մի ծանր ժառանգություն։ Հասկանալ, որ ավանդույթը գեղեցիկ է, երբ այն կյանք է տալիս, բայց այն դառնում է թույն, երբ սպանում է սերը։ Գյուղի սարերը դեռ կանգնած էին, վեհ ու լուռ, վկաները մի պատմության, որտեղ պատիվն ու սերը բախվեցին և որտեղ հաղթողներ չեղան, այլ միայն սովորական մարդիկ, իրենց սխալներով ու անմնացորդ հպարտությամբ։